Իրանը չի ձգտում պատերազմի սրմանը, բայց պատրաստ է ցանկացած սցենարի։ Այս ագրեսիան Իրանին պարտադրվեց, ասում է Հայաստանում Իրանի դեսպանը։ Մեհդի Սոփանին շարունակում է պատասխանատու են համարում ԱՄՆ կառավարությանը Իրանի դեմ Իսրայելի կատարած հանցագործություններում ցուցաբերած լիակատար աջակցության համար։ Երբ չլինի ագրեսիա ու ուժի սպառնալիք, միայն այդ ժամանակ հարցը բանակցություններով լուծելու մասին հնարավոր կլինի խոսել։ Իսկ ուժի առկայության պարագայում դա հնարավոր չէ, ասում է դեսպանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս հարցակումների մասնակից է, պետք է ընդունի սեփական պատասխանատվությունը եւ դադարեցնի երեսպաշտությունն ու համաշխարհային հանրությանը մոլորեցնելը։ Ուժի կիրառմամբ համաձայնությունը համաձայնություն չէ, դա հանձնվել է։ Մենք չենք հանձնվի։ Մամուլը չի լռում այն մասին, որ Իսրայելի Իրանի վրա հարձակման գործում կա ադրբեջանական աջակցություն։ Հայ լրագրողներն են դեսպանից հետաքրքրվում, Թեհրանն ինչ տեղեկություն ունի այդ մասին։ Այդ հարցի հետ կապված մենք որևէ ինֆորմացիա չունենք, ձևակերպում է դիվանագետը ու հավելում, թե չեն կարող մեկնաբանել այն, ինչ շրջանառվում է մամուլում։ Պաշտոնյան նույն կերպ է պատասխանում նաև Արցախի տարածքից Իրանը թիրախավորելու հավանականությանը։ Հետո լրագրողները հստակեցնում են, տեսանյութեր են տարածվում մեկնաբանությամբ, թե ադրբեջանական կողմից անօթաչուներ են ուղարկվում Իրան։ Պետք է հավաստի փաստեր լինեն։ Այդ տեսանյութերը Իրանի թե այլ քաղաքացիների կողմից տեղադրելը դեռևս փաստ չէ։ Պետք է լինեն գործողություններ, որոնց արդյունքում ապացուցվի, որ դա իրականություն է։ Իսկ հավանական է, որ Բաքուն սադրանք հրահրի Սյունիքի ուղղությամբ օգտվելով Իրանի զբաղվածությունից։ Այստեղ դեսպանն ասում է, Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում կպահպանի իր հռչակած կարմիր գծերը եւ չի շեղվի դրանցից։ Կարմիր գծերը մեր կենսական գծերն են եւ երբեք Իրանի դիրքորոշումները իր կարմիր գծերի վերաբերյալ չեն փոխվի։ Իհարկե, մենք հավանականությունների աշխարհում ենք ապրում եւ որոշ հավանականություններ կարող են մտահոգիչ լինել, սակայն մենք իրողությունների եւ փաստերի հետ ենք առնչվում, պահպանում ենք մեր զգոնությունը։ Կարծում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւս հետևում է զարգացումներին։ Մենք շատ սերտ կապեր ունենք եւ անընդհատ Հայաստանի կառավարության հետ խորհրդակցություններ ենք անցկացնում։ Երկրների այսօրվա վարքագիծը կազդի երկկողմ հարաբերությունների վրա, բարեկամին եւ թշնամուն ճանաչում են ծանր վիճակում։ Իրանի հայ համայնքում զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չկան, ինչ վերաբերում է այն հարցին, թե գործողությունների հետևանքով քանի իրանցի է լքել Իրանն ու Հայաստան տեղափոխվել, ըստ դեսպանի երկրում որքան հնարավոր է բնականon վիճակ է, քաղաքացիների մեծաթիվ հոսք չկա։ Ըստ նրա ճիշտ հակառակը, այսօր աշխատանքներ են արվում տարբեր երկրներից քաղաքացիների վերադարձի համար, քանի որ թռիչքների չեղարկման հետևանքով նրանցից շատերը չեն կարողանում տուն վերադառնալ։ Տվյալներ չկան, թե քանի իրանցի է պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխվել, սակայն ունենք մեծ թվով քաղաքացիներ, որոնք Ռուսաստան եւ Թուրքիա էին այցելել։ Այդ քաղաքացիները կարողացել են Հայաստանի հետ ունեցած ցամաքային սահմանով վերադառնալ երկիր։ Ինչ վերաբերում է հայ-իրանական ցամաքային սահմանին ակտիվության ավելացման վերաբերյալ տեղեկություններին, դեսպանի խոսքով շաբաթական 20 թռիչք էր իրականացվում Հայաստանից դեպի Իրան եւ հակառակ ուղղությամբ։ Հիմա թռիչքները չեղարկված են, ուստի նրանք, ովքեր ցանկանում են Հայաստան գալ, ստիպված են օգտվել ցամաքային ճանապարհից։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։